Սուրբ Պատարագի ժամանակ, երբ որ մենք երգում ենք Տեր ողորմյա երգը եւ դրանով ամենայն լրջությամբ ու խորությամբ պատրաստվում Սուրբ հաղորդություն ընդունելու, հենց որ Տեր ողորմյա երգը ավարտվում է, Սարգսակը շատ մեծ հեղինակության ձայնով ժողովրդին եւ դպիրներին հորդորում է Սաղմոս երգել։ Այսպիսի բառեր է ասում, շատ ասեցին հեղինակավոր բառերով, ժողովուրդ ջան ասում է. Սաղմոս երգեցեք մեր Տեր Աստծուն, դպիրներ, քաղցրաձայն երգեցեք հոգևոր երգեր, որովհետև սրան վայել է Սաղմոս եւ օրհնություն, ալելուկ եւ հոգևոր երգեր, հավատացյալներ, երգեր եւ սաղմոսներ մատուցեք եւ Տերը երկնքի մեջ օրհնեցեք։ Սա այսպես է գալիս. Սաղմոս ասացեք Տյառն Աստուծո մերում դպիր, ձայնիվ քաղցրությամբ ձերքս հոգևորս, զիսմա վայել են Սաղմոս եւ օրհնություն, ալելուկ եւ երգք հոգևոր, պաշտոնյայք հանդերձ երգով Սաղմոս ասացեք եւ ըստ երգիս օրհնեցեք։ Այս հեղինակավոր հորդորից հետո անմիջապես դուք սովորեք այս երգը լսել։ Օրհնյալ է Աստված, Քրիստոս պատարագյալ, Աշխի միջի մերում, ալելույա։ Բայց ես այս երգի մասին ձեզ հաջորդ անգամ կպատմեմ, որովհետև հիմա շատ կարևոր խոսալու բաներ կա, որ դուք տեսնեք, թե մինչ մենք երգում ենք Տեր ողորմյան, քահանան ինչ խորությամբ է պատրաստվում Սուրբ հաղորդություն վերցնելու եւ իր ու մեր համար ինչ խնդրանքներ է խնդրում։ Մենք պետք է այս ամեն ինչ իմանանք, որպեսզի գիտակցությամբ, հավատով եւ երկյուղացությամբ մասնակցենք Սուրբ Պատարագին եւ այդպես մոտենանք Սուրբ հաղորդության խորհրդին։ Բայց մինչև այդ ես ուզում եմ ասեմ, որ Սաղմոս ասացեք Տյառն Աստուծո մերում մի հատ էլ ուրիշ տարբերակ կա, դուք սա երևի ավելի շատ եք լսում։ Սաղմոս ասացեք Տյառն Աստուծո մերում դպիր, ձայնիվ քաղցրությամբ ձերքս հոգևորս, զիսմա վայել են Սաղմոս եւ օրհնություն, ալելուկ եւ երգք հոգևոր, պաշտոնյայք հանդերձ երգով Սաղմոս ասացեք եւ ըստ երգիս օրհնեցեք։ Օրհնյալ է Աստված, Քրիստոս պատարագյալ, շարունակում է երգել ժողովուրդը եւ եկեղեցին։ Հիմա նախքան ասելը թե քահանան ինչ աղոթներ է երգում, սիրելի ժողովուրդ, դուք տեսնում եք ինչքան կարևոր է Սաղմոս իմանալը։ Քրիստոնյա մարդը գոնե մի 4, 5, 6, 7 Սաղմոս անգիր կիմանա։ Հիմա ամառը երեխեքս աղորը դսերն են կամ էկրանների առաջ են, նստացրեք, ասեք բարիք ջան, արի առաջի Սաղմոսը սովորի, 50, 90, 150-րդ Սաղմոսը, մի 4-5 հատ Սաղմոս սովորացրեք երեխեքին, իրանց հիշողությունը լավ է, ջահել են, իրանք կարան շաբաթը մի հատ Սաղմոս հեչի պես սովորեն։ Դուք էլ դրեք մի երկու հատ Սաղմոս սովորեք։ Սաղմոսները Աստվածաշնչի 5 կտակարանում են, Դավիթ մարգարեի կողմից գրված 150 աղոթքներ են։ Կա զղջման աղոթքներ, կա հույսի աղոթքներ, կան ապաշխարության աղոթքներ, կան փառավորության եւ օրհնության Սաղմոսներ։ Սա լավ կլինի եւ նախքան շարունակելը խնդրում եմ ժողովուրդ ջան, եթե զայնագրությունները ձեզ օգտակար են, ձեր սրտին կպնում է, դուք եք ուզում որ մեր ազգը փոխվի եւ գա Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի հնազանդությանը, դուք եք կիսեք ձեր էջերին, որպեսզի մարդիկ իմանան, սովորեն մեր պատարագը եւ մեր ժողովուրդը եւ ազգը դառնա Քրիստոսին եւ չկտրվի Քրիստոսի շնորհներից եւ օրհնություններից։ Ուրեմն մինչ մենք դեռ երգում ենք Տեր ողորմյան պատարագի ժամանակ, տեսեք քահանան ինչ երգ է, ինչ աղոթք է երգում ասում։ Հիշում եք քահան Սարգսակը որ ասում է Սաղմոս երգեցեք մեր Տեր Աստծուն դպիրներ, օրհնեցեք Տերը Տիրոջը երկնքից, քահանան ասում է ինչ օրհնության խոսք կամ ինչ գոհաբանություն կարող ենք մատուցանել այս հացին ու բաժակի համար։ Ի նկատի ունի արդեն Տեր Հիսուս Քրիստոսի պատվական մարմինը եւ արյունը, որ հացի ու արյան գինու տեսքով այդտեղ է։ Այլ միայն քեզ ենք օրհնում, ով Հիսուս, Հոր եւ ամենասուրբ հոգու հետ, հիմա եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Դավանում եմ եւ հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստուծո որդին, որ կրեցիր աշխարհի մեղքերը, եւ մարմինը, այսինքն այդ հացը բեկանելով, այսինքն մասերի բաժանելով, դնում է արյան բաժակի մեջ եւ ասում Սուրբ հոգու լրումը։ Եվ շարունակում է աղոթք ասելով այսպիսի գեղեցիկ խոսքեր. Ով Հայր Սուրբ, որ մեզ քրիստոնյա կոչեցիր քո միասնի անունով եւ մեզ լուսավորեցիր հոգեվոր ավազանի մեջ մկրտությամբ, արժանի արա մեզ այս սուրբ խորհուրդը ընդունելու մեր մեղքերի թողության համար։ Սուրբ Հոգիդ շնորհները տպավորի մեր վրա, ինչպես տպավորեցիր Սուրբ առաքյալներիդ,
որոնք քո մարմինը ճաշակեցին ու դարձան մաքրիչները ամբողջ աշխարհի։ Ու տեսեք ինչ գեղեցիկ նախադասություն ասում։ Անտեսի չէ, եւ արդ ով Տեր հայր բարերար, վերացրու մեղքերի խավարը եւ մեր մասնակցությունը այս սեղանին նույնացրու քո աշակերտների վերջին ընթրիքի հետ։ Տեսակ, Սուրբ Պատարագը դա նույնացումն է վերջի ընթրիքի հետ։ Ես հիշում եմ, երբ որ ճեմարանում սովորում էի, մեր դասախոսներից մեկն ասում էր, տղաներ ասում էր, Սուրբ Պատարագը դա վերջի ընթրիքի կրկնողությունն է, որ Տեր Հիսուսն ասեց այս արեք իմ հիշատակի համար։ Եվ այսպիսի մի շատ գեղեցիկ նախադասություն ասում է քահանան. անտեսի իմ անարժանությունը եւ մի մերժի ինձ քո Սուրբ Հոգու շնորհներից, այլ քո անհուն մարդասիրությամբ պարգևիր, որ սա լինի միջնորդ մեղքերի քավության, որ սա լինի միջոց մեղքերի քավության եւ հանցանքների լուծումին, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոստացավ, երբ ասեց. ով որ ճաշակի մարմինս եւ խմի արյունս, նա հավիտենապես պիտի ապրի։ Ուրեմն թող սա լինի միջոցը մեր մեղքերի քավության, որպեսզի նրանք, որոնք ճաշակեն եւ խմեն սրանից, օրհնություն եւ փառք մատուցանեն Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ քահանան ասում է խաղաղություն բոլորիդ եւ շարունակում է աղոթքը այսպես. գոհություն եմ տալիս քեզ, ով Քրիստոս Թագավոր, որ արժանի արիր ինձ անարժանիս հաղորդվելու քո Սուրբ մարմնին եւ արյանդ։ Եվ հիմա աղաչում եմ քեզ, մի թող որ սա լինի պատճառ իմ դատապարտության, այլ լինի առիթ մեղքերի քավության եւ թողության, հոգեկան եւ մարմնական առողջության, եւ մղիր ինձ ամեն առաքինի գործերի։ Թող սա մաքրի իմ շունչը, հոգին եւ մարմինս, եւ ինձ դարձնի տաճար եւ բնակարան ամենասուրբ երրորդությանդ, որպեսզի քո սուրբերի հետ արժանի լինեմ փառավորելու քեզ, Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ այստեղ ասում է Հովհան Ոսկեբերանի, որը որ Կոստանդնապոլսու պատրիարք էր եկեղեցու գլխավոր սուրբերից մեկը, դրա համար էլ ասում է Ոսկեբերան, որովհետեւ նենց էր քարոզում, ասում է Հովհան Ոսկեբերանի աղոթքը։ Տեսեք ինչ ասում է այդ աղոթքը. գոհություն եմ տալիս քեզ եւ մեծարում ու փառավորում եմ քեզ, ով Աստված իմ Տերս, որ ինձ անարժանիս արժանի արիր այսօր հաղորդակից լինելու քո աստվածային եւ սոսկալի խորհուրդիդ, այդ աստվածային եւ սոսկալի խորհուրդը հացը եւ գինին մարմին եւ արյան պատրաստելու մասնակից լինելն է, պատարագ մատուցելն է, դա շատ սոսկալի խորհուրդ է։ Եվ անարատ մարմնիդ եւ պատվական արյունիդ, որ արժանի արիր մասնակցելու։ Ուրեմն սրա բարեխոսությանը ապավինելով աղաչում եմ, որ ինձ քո սրբությանդ մեջ պահես ամեն օր եւ իմ ամբողջ կյանքիս ընթացքում, որպեսզի բարեգթությունդ հիշելով ես եւս քո կյանքին բաժնեկից լինեմ, այսինքն ես եւս քո աստվածային կյանքին բաժնեկից լինեմ, դու որ մեզ համար չարչարվեցիր, մեռար եւ հարություն արար, ով Տեր իմ Աստված, քո պատվական արյունովդ կնքիր անձս, որպեսզի խորտակիչը չմոտենա ինձ, այսինքն սատանան չմոտենա ինձ, ով ամենակարող, դու ես միայն անմեղ, պատվական արյունովդ մաքրիր ինձ իմ բոլոր մահացու գործերիցս, ով Տեր, պաշտպանիր ինձ ամեն փորձությունների դեմ եւ ինձ դեմ պատերազմողը հեռացրու ինձնից ամոթահար ու խփնած, ինչքան էլ որ ինձ դեմ ոտքի ելնի, ի նկատի ունի դևին, սատանային, առաջնորդիր մտքիս եւ լեզվիս ընթացքը եւ մարմնիս բոլոր ճամփաները, միշտ եղիր ինձ հետ քո անսուտ խոստումիդ համաձայն, թե ով որ ուտի մարմինս եւ խմի արյունս, նա իմ մեջ կբնակվի եւ ես նրա մեջ։ Դու ասացիր, ով մարդասեր, հաստատիր աստվածային եւ անքակտելի խոստումդ, որովհետեւ դու ես Աստվածը ողորմության, գթության եւ մարդասիրության եւ պարգևիչը բոլոր բարիքների, եւ քեզ Հորդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Այս պահին քահանան ինքը իրեն խաչակնքում է եւ ճշմարիտ Աստծո խնդրանքներ մատուցում իր ժողովրդի եւ աշխարհի համար եւ թողություն է խնդրում իր թշնամիների եւ իրեն ատողների համար, տեսակ, քահանան թողություն է խնդրում իր թշնամիների եւ իրեն ատողների համար եւ սրանից հետո գրված է ահով եւ դողով ճաշակում է մարմինը եւ խմում է բաժակը ասելով. հավատով հավատում եմ ամենասուրբ երրորդությանդ,
Հոր, Որդուն և Սուրբ Հոգու վրա։ Հավատով ճաշակում եմ քո սուրբ, կենդանարար և փրկագործ մարմինդ, ով Քրիստոս Հիսուս Աստված, մեղքերիս թողության համար։ Հավատքով խմում եմ սրբարար և մաքրիչ արյունդ, ով Քրիստոս Հիսուս Աստված, մեղքերիս թողության համար։ Քո անապական մարմինդ ինձ լինի կյանք և սուրբ արյունը իմ մեղքերի քավություն և թողություն։ Այսպիսով ավարտենք այս ձայնագրության այս մասը, սիրելի ժողովուրդ։ Տեսնում եք, մինչ մենք երգում ենք Տեր ողորմյա, քահանան վարագույրի ետևում ինչով է զբաղված, ինչ աղոթքներ է անում և մեր համար, և իր համար, խնդրում է Աստծուն, որ մաքրի իր անարժանությունը, որ հանկարծ դատապարտություն չլինի, այլ ապավինելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին, թե դու ասեցիր, որ ով որ ուտի իմ մարմինն ու արյունը հավիտենական կյանք կունենա։ Եվ այսպես ամենայն լրջությամբ, ահով և դողով, երկյուղով և հավատով պատրաստվում ենք մոտենալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական մարմին և արյանը։ Ժողովուրդ ջան, սենց կարևոր բաներ է կատարում Աստված մեր այդ երկնքից։ Մարդ ոնց կարա կիրակի օրը տունը նստի ու չգնա պատարագի։ Դե լավ եղեք, եւ ինչպես խնդրեցի, եթե զայնագրությունը ձեր սրտին խոսեց, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ինչ է կատարում Սուրբ Պատարագի ժամանակ, որպեսզի մենք Սուրբ Պատարագին մասնակցենք հավատքով, գիտակցությամբ, սրբությամբ, խոնարհությամբ, զղջումով եւ ապաշխարության խորհրդով, երկյուղացությամբ եւ հավատքով, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։